Հիմա վերադառնանք մեր առակներին։ Այն մարդուն, ով ուզում էր գնել արտը, գանձը ստանալու համար, եւ այն վաճառականին, ով ուզում էր գնել մարգարիտը։ Եվ հիշում եք, յուրաքանչյուր դեպքում դա արժեցավ նրան իր ունեցած ամբողջը։ Եվ հիմա մտածեք Հիսուսի մասին, նա ով գնեց արտը եւ նա ով գնեց մարգարիտը, եւ դրան գնելու համար դա նրան արժեցավ իր ամբողջ ունեցածը։ Նա մահացավ ոչինչ չունենալով։ Նրան թաղեցին փոխարված պատանքներով եւ պարտքով վերցված գերեզմանում։ Եվ գերեզման տանող ճանապարհին նա արդեն հեղել էր իր կյանքի վերջին կաթիլ արյունը։ Դա արժեցավ ամեն ինչ։ Ինչու նա վճարեց այդ գինը։ Որն էր նրա դրդապատճառը։ Մեզ փրկագնելը։ Նա փրկագնեց աշխարհը ոչ թե որովհետև աշխարհն էր ուզում։ Ինչ էր ուզում նա։ Աշխարհի մեջ եղած գանձը, ինչն էր գանձը։ Աստծո ժողովուրդը։ Եվ նա իր ունեցած ամբողջը տվեց մեկ մարգարիտ գնելու համար։ Ինչի հետ համեմատեցինք մարգարիտը։ Մեկ փրկագնված հոգու։ Եկեք մի պահ խորհենք դրա վրա։ Ես չեմ հավատում, որ մենք բավարար ժամանակ ենք հատկացնում Աստծո սիրո մասին խորհելուն։ Ես հավատում եմ, որ Աստված ինձ կանչել է իր ծառայությանը։ Ես հավատում եմ, որ Հիսուսն իր կյանքի արյունը հեղեց աշխարհը փրկագնելու համար։ Ես հավատում եմ, որ երկրի մեջ թաղված գանձ կա, որի համար Աստված իր կյանքը տվեց։ Հիսուսը գնեց արտը, բայց գանձը փորելով դուրս բերել է մեր պատասխանատվությունը։ Մենք երբեք չէինք կարող վճարել արտի համար, բայց կարող ենք փորելով դուրս բերել գանձը։ Դա իմ համոզմամբ որոշակի իմաստով մեր ծառայությունն է։ Դա է ինձ մղում ճշմարտությունը հռչակելու Խորհրդային Միությանը, կոմունիստական Չինաստանին, Հարավարևելյան Ասիային, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկային եւ բազմաթիվ այլ վայրերի մեջ։ Որովհետև ես հավատում եմ, որ իմ բաժինն ունեմ գանձը երկրից դուրս բերելու գործում։ Ես հավատում եմ, որ այն երկար ժամանակ թաղված է եղել երկրի մեջ եւ որոշ իմաստով գունաթափվել ու ժանգոտվել է։ Եվ մենք ունենք պատասխանատվություն այն մաքրելու, մաքրագործելու եւ դարձնելու գանձ արժանի մեր Տիրոջը։ Ես ավետարանի ծառայությունը հենց այսպես եմ տեսնում։ Դա արտի մեջ մտնելն է եւ Հիսուսի համար գանձը վերադարձնելը։ Բայց երբ խոսքը մարգարիտի մասին է, կարծում եմ կարևոր է դա դարձնել շատ անձնական։ Ես կուզենայի, որ ձեզանից յուրաքանչյուրը մի պահ պատկերացնի իրեն որպես այդ մարգարիտը։ Պատկերացրեք այն վաճառականին, ով իր ունեցած ամբողջը վճարել է մեկ մարգարիտի համար։ Հիմա նա տիրապետում է մարգարիտին, այն պահում է իր ափի մեջ, նայում է ներքև եւ ասում՝ դու գեղեցիկ ես։ Դու ամենագեղեցիկ մարգարիտն ես, որ երբևէ տեսել եմ իմ վաճառական օրերում։ Դու ինձ արժեցար ամեն ինչ, բայց ես ուրախ էի այդ գինը վճարել։ Դու իմն ես։ Ես չեմ զղջում այն գնի համար, որ վճարեցի։ Եթե ուզում եք այս երեկո դուրս գալ այստեղից կարևոր, արժեքավոր, սիրված, նշանակալից զգալով, պարզապես մի պահ պատկերացրեք ձեզ Տիրոջ ձեռքի ափի մեջ։ Պատկերացրեք, թե ինչպես է նա նայում ձեզ եւ ասում. Դու իմն ես։
Դու ինձ արժեցար իմ ունեցած ամբողջը, բայց ես չեմ զղջում այն գնի համար, որ վճարեցի։ Դու արժանի էիր դրան։ Իմ աչքերում դու գեղեցիկ ես։ Կարող եք մի պահ պատկերացնել ձեզ որպես այդ մարգարիտը։ Կարող եք դա դարձնել շատ մտերիմ և շատ անձնական։ Այս պահին ոչ ոքի մասին մի մտածեք, ոչ քարոզչի, ոչ մարդկանց, այլ միայն Հիսուսի մասին։ Տեսեք ձեզ որպես այն հոգին, որի համար նա մահացավ։ Մտածեք այն գնի մասին, որ նա վճարեց իր թանկագին արյան յուրաքանչյուր կաթիլը։ Եվ հիշեք, որ կյանքը արյան մեջ է։ Հիսուսի արյան մեջ հենց Աստծո կյանքն է, որ մեզ արարում է։ Հիսուսի արյան մեկ կաթիլի մեջ ավելի մեծ զորություն կա, քան սատանայի ամբողջ թագավորության մեջ։ Այդ թանկագին արյան մեջ հենց Աստծո կյանքն է, այն մաքրում է ամեն մեղքից։ Այն սրբացնում է մեզ, դարձնում է մաքուր և սուրբ, ոչ թե մեր արդար գործերով, այլ բացառապես նրա արյան զորությամբ մենք ընդունելի ենք դառնում։ Մենք Աստծո առանձնահատուկ սիրո առարկան ենք, մենք նրա հատուկ գանձն ենք։